Ղարաբաղի ադրբեջանական սահմանային էսկալացիան թվիթերյան թրենդային նյուզ է։ Օգտատերերը սահմանային լարվածության մասին գրառումները հրապարակում են NKPeace և Ղարաբաղ Now հեշթեգերով։ Քաղաքացիական լրատվության մեդիա հարթակում ակտիվ է հատկապես հայկական կողմը։ Թվիթերի ռուսական թրենդերի թոփում նույնպես Ղարաբաղի ադրբեջանական սահմանային լարվածությունն է։ Резкое обострение ситуации в Нагорном Карабахе в спорном Տանկեր, օդուժ, ծանր հրետանի, առավոտից արցախյան հակամարտության աննախադեպ լարվածության մասին լուրերով են եթեր մտնում ռուսական առաջատար հեռուստաալիքները։ Ռուսական առաջին ալիքը հայտնել է, որ ադրբեջանական կողմը գիշերը փորձել է ներխուժել ղարաբաղյան զորքերի թիկունք։ Ռասիա 24-ն էլ նշում է հայկական կողմի պատասխան գործողությունների մասին։ Военные Азербайджана попытались проникнуть в тыл армии обороны непризнанной республики, используя танки, артиллерию и авиацию. Ղարաբաղում մարտեր են ռուսական օնլայն մեդիան նույնպես գրում է ադրբեջանական կողմի բազմաթիվ զոհերի և տեխնիկայի կորուստների մասին, նշում, որ խոցվել են ադրբեջանական ուղղաթիռներ։ News.ru-ն, RIA Novosti-ն, Lenta.ru-ն, Interfax-ը, Գազետան ու Izvestian, նաև BBC-ի ռուսական ծառայությունը և Russia Today-ը գրում են երկու կողմերում զոհերի մասին և հիշեցնում հակամարտության նախապատմությունը։ Ռուսական լրատվամիջոցների սկզբնաղբյուրը հիմնականում հայկական է։ Ամերիկյան ABC-ն, Associated Press-ը, Fox News-ը նույնպես տեղեկություններ են հաղորդում միայն հայկական պաշտոնական աղբյուրներին հղում անելով և ընդգծում ադրբեջանական կողմի բացարձակ լռությունը սահմանային լարվածության մասին։ Washington Post-ը նույնպես առավոտյան լրահոսում գրում էր միայն ըստ հայկական կողմից ստացված պաշտոնական հաղորդագրությունների, նշելով, որ լարվածության պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը։ Reuters-ը փաստում է ծանր զինտեխնիկայի կիրառումը կոնֆլիկտը լարվածության նոր մակարդակի է հասցնում։ Al Jazeera-ն էլ ընդգծում է գիշերային էսկալացիան վտանգում է երկարամյա բանակցությունների արդյունքը։ Եվրանյուզն արցախյան կոնֆլիկտի սրման մասին հաղորդեց միայն օրվա երկրորդ կեսից հետո արխիվային կադրերով հիշեցնելով, որ պատերազմի ժամանակ երկու կողմից զոհվել է ավելի քան 30,000 մարդ։ Ավելի ուշ միջազգային մամուլում հայտնվեց նաև վիրավորված երեխաների լուսանկարների ֆոտոշարքը։ BBC-ի գլխավոր ծառայությունն էլ ուշացած արձագանքեց սահմանային էսկալացիային, ներկայացնելով միայն Վլադիմիր Պուտինի կոչը, որն ուղղված էր հակամարտ կողմերին։ Անի Հակոբյան, ժամը լրատվական։